Քվեարկության օրը չպետք է սկսվի անակնկալներով։ Մի քանի պարզ քայլերի իմացությունը կարող է էականորեն հեշտացնել ընտրական գործընթացը և օգնել ընտրողին պաշտպանել իր ընտրական իրավունքը։ Առաջին հերթին կարևոր է իմանալ, արդյոք ձեր անունը ներառված է ընտրողների ցուցակում, թե ոչ։ Սա կարելի է անել կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված ընտրողների էլեկտրոնային ցուցակներով։ Սխալ հայտնաբերելու դեպքում կարևոր է միանգամից տեղեկացնել իրավասու մարմիններին։ Քվեարկության գնալիս կարևոր է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ։ Դա կարող է լինել անձնագիր կամ նույնականացման քարտ, ինչպես նաև կենսաչափական անձնագիր, ոչ կենսաչափական անձնագիր, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթղթեր, որոնք տրված են լիազոր մարմնի կողմից։ Քրեակատարողական հիմնարկում գտնվող ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, ինչպես նաև զինծառայողների համար զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը, որոնք գրանցված են զորամասի ընտրողների ցուցակում, ևս համարվում են անձը հաստատող փաստաթղթեր։ Կարևոր է իմանալ նաև ձեր ընտրատեղամասի հասցեն։ Բոլոր ընտրատեղամասերը ընտրությունների օրը բացվում են 08:00-ից և աշխատում մինչև 20:00։ Ընտրատեղամաս մտնելուց հետո ընտրողը մոտենում է տեխնիկական սարքը սպասարկող մասնագետին։ Մասնագետը ստուգում է տվյալները։ Ստուգման ընթացքում սարքի վրա կարող են վառվել 3 հիմնական լույսեր՝ կանաչ, դեղին կամ կարմիր։ Կանաչ լույսը նշանակում է, որ ընտրողի բոլոր տվյալները ճիշտ են և նա կարող է շարունակել ընտրական գործընթացը։ Կարմիր լույսի առկայությունը նշանակում է, որ նա արդեն իսկ գրանցված է որպես ընտրություն կատարած քաղաքացի։ Այս դեպքում անհրաժեշտ է հանձնաժողովի պարզաբանումը։ Դեղին լույսի առկայությունը նշանակում է, որ քաղաքացին հաշվառված է այլ ընտրատեղամասում։ Այս պարագայում հանձնաժողովի անդամը պարտավոր է ուղղորդել նրան ճիշտ ընտրատեղամաս։ Եթե ամեն ինչ կարգին է, ընտրողը ստանում է քվեարկության կտրոն, քվեաթերթիկ և մտնում է քվեախույց կատարելու իր ընտրությունը։ Կարևոր է հիշել, որ ընտրության գործընթացը լիովին գաղտնի է, ոչ ոք իրավունք չունի այս ընթացքում գտնվել քվեախցում։ Բացառությամբ այն դեպքերի, երբ անձը ինքնուրույն չի կարող լրացնել քվեաթերթիկը և իր հետ բերել է վստահված անձի։ Քվեաթերթիկը լրացնելիս կարևոր է չշտապել և ուշադիր լրացնել այն։ Սխալի դեպքում ընտրողն իրավունք ունի դիմել հանձնաժողովի անդամին և ստանալ նոր քվեաթերթիկներ։ Քվեարկությունը ավարտելուց հետո քվեաթերթիկը դրվում է ծրարի մեջ և նետվում քվեատուփը։ Երբ քաղաքացին գիտի իր իրավունքները և պարտականությունները, նա առավել վստահ է մասնակցում ընտրություններին և կատարում ճիշտ ընտրություն։ 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ընտրելու են ազգային ժողովի պատգամավորների, որոնք առաջիկա 5 տարիների ընթացքում ընդունելու են օրենքներ, հաստատելու են բյուջեն, ընտրելու են վարչապետի և ձևավորելու են կառավարություն։ Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր քվե չափազանց կարևոր է։ Այն ազդում է ոչ միայն ընտրությունների արդյունքների, այլև առաջիկա 5 տարիների ընթացքում հանրային կյանքի որակի վրա։